Տիկին Ղազարյան ազգային ժողովում հենց այսպես քննարկվում են դրական օրենսգրքում փոփոխություններ նախագիծը, դուք համահեղինակներից եք նախագծի, նախ ինչու այսպես հրատապ, քանի որ ձեր այսպես քննարկումների ժամանակ էլ ասվեցին, որ նոր է նախաձեռնությունը բերվել, նոր է քննարկվել, ձեր թիմակիցներն են հենց չթաքցրին, ընդդիմադիրները ասում են, որ արտահերթ նիստի մասին միայն վերջում են իմացել ու մեջբերում են անում, որ Վենետիկի հանձնաժողովը հենց ընտրությունից 1 տարի առաջ այդ ընթացքում արգելում է փոփոխություններ կատարել։ Հիմա ինչու եք այսպես հրատապ բերել։ Մենք նախապես արդեն հիմնական զեկուցողն էլ ասաց, որ դուք բաճակ կազմակերպել են դրական պրոցեսները եւ ինչպես արդեն նշվեց, տեղի գտած փոփոխությունները մեկը քննական նյութեր, որը ժամանակի ներդրել դրացվել է հիմա նորմալը վերաբացում եւ մեկ մի մասը վրիպակ է եղել, որը որ հիմա ուղղվում է։ Ինչ վրիպակ է ասում։ Հենց 81-րդ հոդվածի 7-րդ մասի վերաբերյալ կուսակցության դաշինները չեն կարող ազնանունով ներկայանալ, այդ մասը եղել է առաջին ընթացքում հանձնաժողովում քննարկման ժամանակ նույնիսկ ընդունվել է, սակայն տեխնիկական վրիպակի պատճառով հետո դուրս է մնացել երկրորդ նախադասությունը, պարբերությունը փոխարեն երկրորդ նախադասությունը դուրս գար 81-րդ հոդվածի, սա է վերականգնում ընդհանուր առմամբ մեծ բովանդակային կամ ինչ որ ընտրական իրավունքին վերաբերելի փոփոխություն չէ, այլ փոփոխությունը որպեսզի պատշաճ կատարվեն ընտրական պրոցեսները։ Հիմա նայեք իրենք ինչ են ասում, հա, ասում են ԿՊՆ է մեկ անձի շուրջ, այսպես միակենտրոն կուսակցություն, հիմա իրենք ինչ բերել են, դրա դեմ պայքարում են այսպես տենդենսների դեմ։ Բաներ են ասում, ընդհանուր առմամբ մենք պետք է Բայց դուք չեք ընդունում, որ այդպես է։ Ոչ, դա այդպես չէ բնական։ Ձեր թիմակիցներից շատերն էլ ասում են, եթե Նիկոլ Փաշինյանն էլ չլիներ, մենք ազգային ժողովում այսօր չենք լինի։ Այսինքն մեկ անձի շուրջ այսպես հավաքված հիմա։ Դե գիտեք, մեկնաբանությունները տարբեր են, խոսույթները տարբեր են, ընդդիմությունը նման խոսույթով հանդես գալու, ինչպես տեսակ նոր ելույթ ունեցան եւ հանդես եկան։ Այնպես որ խորհուրդ կտամ այդ մեկնաբանություններին այդքան դուրս։ Տիկին Ղազարյան, քանի որ ընտրական օրենսգրքում փոփոխությունները, եթե ճիշտ եմ հիշում, այլ ընթացակարգով են ընդունում, խորհրդանում ավելի շատ ձայներ են պետք, դրա վերաբերյալ ինչպես է ընդունվելու, որքան ձայն է հարկավոր։ Դե հիմա կհասկանանք նախագիծը քննարկվում է քվեարկությամբ։ Ուզում եմ հասկանալ, եթե ընդդիմադիրների ձայները այսպես կարող է ԿՊ-ն միայնակ ընդունել նախագիծը։ Այո։